Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հերթական ուրբաթն է, կյանքը շատ արագ է ընթանում, կարծես թե վերջերս մենք սպասում ենք ընտրությունների և ընտրությունները արդեն անցան, կյանքը անցավ մի նոր փուլ և մենք ինչպես միշտ ուրբաթ օրերը հավաքվում ենք ձեզ հետ էկրանի շուրջ, որպեսզի քննարկենք միասին, թե ինչ ենք անելու և ձեր կարծիքների համար, որոնք ես ստանում եմ, շատ շնորհակալ եմ, հարցերի համար նույնպես։ Եվ այսպես, հիմնական հարցերը վերաբերվում են այս շաբաթվա ընթացքում, վերաբերում են երկու թեմայի, մեկը վերցնել մանդատները, թե վերցնել ընդդիմության համար, և երկրորդը ինչ է առաջարկել Կարապետյանը և ինչպես պետք է դրան արձագանքել։ Սկսենք առաջինից։ Առաջինը իհարկե կարծում եմ, որ մանդատներ վերցնել և գնալ նստել այն խորհրդարանում, որը որ ընդդիմությունը համարում է ոչ օրինական ընտրված, կարելի է ասել, որ անիմաստ է։ Հակառակ դեպքում նրանք կզբաղվեն նրանով, ինչով զբաղվեց Ռոբերտ Քոչարյանը վերջի 5 տարիների ընթացքում։ Այսինքն նստած այդտեղ մեկ-մեկ բորբոքվում էին, մեկ-մեկ վիճում էին, բայց իրականացնում էին շատ մի կարևոր Նիկոլի համար շատ կարևոր դեր, խորհրդարանական ընդդիմության դերը։ Եվ այլ բան է, երբ որ այդ դերը իրականացնում ես երկրի նորմալ, քչից շատից նորմալ զարգացման ընթացքում, ունենալով տարբեր տեսակետներ այս կամ այն քաղաքական կամ տնտեսական իրավիճակի վրա, այլ բան է, երբ որ օրեցօր տեսնում ես սահմանադրության խախտում, տեսնում ես երկրի հանդեպ դավաճանական գործողություններ և դու շարունակում ես խաղալ այդ գեղեցիկ դերը, երկրի գլխավոր ընդդիմություն։ Հիմա Կարապետյանը կարող է վերցնելով մանդատները այդ դերակատարությունը ստանձնել։ Իհարկե կարող է չվերցնել մանդատները, այդ դեպքում կարծում եմ, որ Քոչարյանը նույնպես չի վերցնի մանդատները և տեղի կունենա քաղաքական ճգնաժամ։ Կարծում եմ տեղի կունենա նաև սահմանադրական ճգնաժամ, որովհետև սահմանադրությունը չի նախատեսում այդպիսի իրավիճակ ուղղակիորեն իր մեջ։ Բոլոր դեպքերում խաղալ ընդդիմություն և լինել ընդդիմություն դրանք տարբեր բաներ են և կարծում եմ, որ մենք 5 տարի Քոչարյանի պարագայում տեսանք ընդդիմություն խաղալը, իսկ լինել ընդդիմությունը իհարկե լրիվ այլ իրավիճակ է։ Ասեմ նաև, քանի խոսքը գնաց ընտրությունների օրինական, ոչ օրինականների մասին, ապա պետք է ասել, որ Քոչարյանի օրոք ընտրությունները ոչ պակաս անօրինական էին։ Եթե հիշում եք Քոչարյանի կողմից ստեղծված այն պայմանները, որտեղ ընդդիմությունը նույնպես նետվում էր բանտերը, ենթարկվում էր հարձակումների, մահափորձերի և այլն, դա ամեն ինչը մենք տեսել ենք։ Այնպես որ Նիկոլը օրիգինալ չէ, այլ իր գործունեության մեջ պարզապես կրկնօրինակում է, գուցե մի քիչ ավելի կատարելագործված ձևով Քոչարյանի օրոք կատարված գործողությունները, բայց դա էլ թողնենք ուրեմն Քոչարյանի և Նիկոլի խղճին և խոսենք այն մասին, թե ինչ առաջարկեց Սամվել Կարապետյանը իր հարցազրույցի ընթացքում։ Իր հարցազրույցի ընթացքում, որը տրված էր յուրային մամուլի միջոցներին, որոնց չգիտես ինչու նա ասեց, որ իր ռեսուրսը, մեդիա ռեսուրսը զրոյական էր։ Այդ դեպքում հարց է ծագում, բայց յուրային մեդիա ռեսուրսները ինչ էին անում և ինչով էին զբաղվում, իսկապես շատ տարօրինակ հայտարարություն, բայց դա էլ թողնենք մի կողմ և կենտրոնանանք Կարապետյանի երկու խոսքի վրա, մեկը, որ նա սխալվել է, չգնալով միավորմանը մինչև ընտրությունները, և երկրորդը, որ նա այսօր առաջարկում է ստեղծել ինչ-որ խորհուրդ։ Ինչ վերաբերում առաջի հարցին, որ նա սխալվել է, այո, նա սխալվել է, բայց նա սխալվել է այն պայմաններում, երբ որ նրան հուշվել է, բազմիցս ասվել է, առաջարկվել է, նամակներ է ուղարկվել, հղվել իրեն, որ պետք է ձևավորել միասնական ճակատ։ Այստեղ ես ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն խոսել
ինչպես էր զարգանում իրավիճակը իրականում եւ ինչու այդ միավորումը տեղի չունեցավ ընտրություններից առաջ։ Ինչպես ասում են, հիմա գիտեք լավ ասացվածքներ կան, կռվից հետո բռունցքներով չեն թափահարում կամ ճաշից հետո մանանեխ չեն մատուցում, այնպես էլ այսօր այդ միասնության կոչը կարծես թե արդեն ուշացած է, բայց դա չի նշանակում, որ այն կարևոր չէ։ Բայց ինչու տեղի չունեցավ մինչև ընտրությունները։ Եվ այստեղ պետք է ընթերցեմ ՍԻՄ կուսակցության, մեր կուսակցության հայտարարությունը, որը տեղի ունեցավ, հրապարակվեց 25 թվականի հոկտեմբերի 3-ին։ 25 թվականի հոկտեմբերի 3 ընտրություններին մնում է բավականին ժամանակ եւ կարելի է կազմակերպչական նախաձեռնություններ իրականացնել։ Գիտեք ինչով է լավ թերթը, ինչով է տարբերվում կայքից, որովհետեւ կայքում կարող ես փոխել ինչ-որ բան ցանկացած ժամանակ, նոր բան ավելացնել, նոր բան պակասացնել։ Թերթը տպագրում ես եւ ամեն ինչ մնում է։ Չես կարող թերթում ինչ-որ բան փոխել։ Եվ դրանով մենք ունենք ապացույցներ բոլոր այն խոսքերի, ինչ որ ես հիմա ասում եմ, քանի որ այդ ամենը տպագրվել է մեր կուսակցության, ՍԻՄ կուսակցության իրավունք թերթում։ Եվ այսպես 25 թվականի հոկտեմբերի 3 ՍԻՄ կուսակցությունը հանդես է գալիս հայտարարությամբ, պաշտոնական կուսակցական հայտարարությամբ։ Առաջին կետ ողջունում է ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց։ Հիշում եք իմպիչմենտի գործընթացներ նախաձեռնում եւ այլն։ ՍԻՄ-ը ի աջակցություն խորհրդարանական քաղաքական ուժերի նախաձեռնած անվստահության գործընթացին հայտարարում է, որ անվստահություն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանին եւ պահանջում է նրա պաշտոնանկությունը։ Երրորդ առաջարկում է բոլոր ոչ խորհրդարանական ուժերին, այդ թվում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին ստորագրել համատեղ հայտարարություն Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ իր պաշտոնանկությունը պահանջելու վերաբերյալ։ Ինչ եք կարծում։ Իհարկե, գոնե գլխավոր դերակատարները կամ նրանք, ովքեր իրենց համարում են գլխավոր դերակատարներ ընդդիմադիր դաշտում, այս փաստաթուղթը անտեսեց եւ պարոն Կարապետյանը։ Ցավոք անտեսեց։ Հաջորդը, 4-րդ կետը առաջարկվում է ՀԱԺ ընդդիմադիր падգամավորներին մինչև 26 թվականի հունվարի 28-ը իմպիչմենտի գործընթացը հաջողության չհասցնելու դեպքում վայր դնել իրենց падգամավորական մանդատները։ Այստեղ արդեն պարոն Քոչարյանը չգիտես ինչու այդպես էլ մինչև վերջ իր խմբակցության մանդատները վայր չդրեց։ Մինչև վերջ տարավ աշխատանք, համատեղ աշխատանք Նիկոլի հետ, ազգային ժողովի շրջանակներում խաղաց իր գլխավոր ընդդիմադիրի դերը եւ ուրեմն ապահովեց Նիկոլին շատ ուրեմն անհոգ քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում կործանվեց Արցախը եւ կործանվեցին շատ ու շատ հայկական ինստիտուտներ։ Եվ երևի թե ճիշտ կլիներ, որ պարոն Քոչարյանը հարցին պատասխաներ, իսկ ինչու այդպես էլ Արցախի հանձնումից, արցախցիների ցեղասպանությունից հետո պարոն Քոչարյանը վայր չդրեց իր խմբակցության մանդատները։ Ինչին էր սպասում եւ այս բոլոր կոչերը ինչու, այդ թվում մեր կոչը, ինչու մնացին անպատասխան։ Հաջորդ կետը մեր հայտարարության կրկնում եմ խոսքը հոկտեմբերի 3, նախորդ տարվա հոկտեմբերի 3։ Հետևյալն է ստեղծել համահայկական դիմադրության ճակատ։ Հաջորդը համահայկական դիմադրության ճակատում միավորված ուժերին առաջարկել դադարեցնել միմյանց հանդեպ քննադատական դրսևորումները մինչև 26 թվականի ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Այդ գզվռտոցը, որը անընդհատ զուգակցում էր նախընտրական շրջանի հետ, ընդդիմության միջև առաջարկում ենք դադարեցրեք։ Ինչ եք կարծում։ Իհարկե ոչ ոք այդ գզվռտոցը չդադարեցրեց։ 7-րդ կետ 26 թվականի ազգային ժողովի ընտրություններում առաջարկում ենք հանդես գալ մեկ դաշինքով, որի կարգախոսն է լինելու ՀՀ սահմանադրությանը այո, Նիկոլին ոչ։ Եվ ինչ։ Նույնպես
Բոլորը ասեցին, ում է պետք ձեր միասնական ճակատը, միասնական ուրեմն գործողությունները, միասնական դաշինքը, ոչ, մենք ամենախելոքն ենք, մենք ամենաուժեղն ենք, մենք գիտենք ինչ ենք անում, մեր ձևով ենք անելու, եւ պարոն Կարապետյանը ամենաբարձրն էր խոսում դրա մասին։ Եվ նույնպես մերժվեց մեր առաջարկը, կամ անտեսվեց, կամ մերժվեց։ Եվ վերջի կետը մեր հայտարարության ընտրություններում հաջողության դեպքում, իսկ մենք համոզված ենք, որ միասնական ճակատով հանդես գալու դեպքում հաջողությունը կլինի մեր կողմը, հաջողության դեպքում ստեղծել կոալիցիոն կառավարություն, մեկ տարվա ընթացքում վերականգնել ՀՀ-ում սահմանադրական կարգը եւ նշանակել ԱԺ նոր արտահերթ ընտրություններ։ Մի խոսքով, այն ինչ որ այսօր ընտրություններից հետո խոսում է, ասում է պարոն Կարապետյանը, մենք ասել ենք հոկտեմբերի 3-ին։ Դուրս եկավ, որ Սիմը ճիշտ է, իսկ Սամվել Կարապետյանը սխալ։ Գոնե իր խոսքերով նա դա խոստովանեց։ Բայց սրանով չավարտվեց մեր առաջարկը։ Մենք շատ հետևողական ենք մեր առաջարկի ուղղությամբ։ Հաջորդը եղավ դեկտեմբերի 26-ը, 25 թվականի դեկտեմբերի 26-ը, Սիմ կուսակցությունը հրավիրեց իր ներկայացուցիչների խորհրդի նիստը, դա բավականին ներկայացուցչական մարմին է, եւ ընդունեց դիմում, որտեղ նույնպես դիմեց բոլոր ընդդիմադիրներին ստեղծել միասնական ճակատ, մի կողմ դնել ներընդդիմական տարաձայնությունները, մի կողմ դնել անգամ արևմտամետ, ռուսամետ, չգիտեմ, ֆրանսիամետ, ամերիկամետ եւ այլ մետերի գաղափարները, մի կողմ դնել նախկինում կրած վնասները, վիրավորանքները եւ ստեղծել մեկ ընդհանուր ճակատ։ Բոլորն էլ հասկանում են, որ մտնում են ընտրական գործընթացի մեջ, պետք է հասկանա, որ ամեն ինչ, այսպես ասած, իդեալական եւ օրենքի սահմաններում չի լինելու։ Նիկոլին իր եվրոպացի հովանավորները թույլ են տվել, ասել են, ինչ ուզում ես արա, մենակ թե մնա իշխանության, մենք աչքներս կփակենք ժողովրդավարության, այսպես ասած, կոպիտ խախտումների վրա, նա էլ ուրեմն անցել է այդ գործընթացին։ Միաժամանակ Սամվել Կարապետյանի կողմնակիցները պետք է հասկանան, որ պետք է մի կողմից շատ խստիվ պահպանեն օրենքի տառը, թույլ չտալով անգամ փոքրիկ թերացումներ, մյուս կողմից պետք է հասկանան, որ այս ձևով, իրենց ձևով, այսպես ասած, գնալը կբերի իրենց համար շատ բարդ հետևանքներ, բայց իրանք պետք է հասկանան, որ այսօր հարցը իրենց մեջ չի, հարցը մեր ամբողջ երկրի, մեր ժողովրդի մեջ է, եւ ուրեմն այս տակտիկան, որը նրանք ընտրեցին, իհարկե չի բերելու սպասված փոփոխություններին, այսինքն Նիկոլա չի հեռանում։ Ընդդիմադիրներ եւ առաջի հերթին Սամվել Կարապետյանին ենք դիմում, որ պետք չէ գնալ առանձին, ուրեմն այսպես շարասյուններով։ Միավորվեք մեկ կարգախոսի տակ, որն էր ոչ Նիկոլին, այո Հայաստանի Սահմանադրությանը։ Չի լինի, հասկանում, չեն կարող այսպիսի մի մեծ միավորում, ասենք 20 կուսակցություններ։ 20 կուսակցություններ միավորվեցին, այդ լոզունգի տակ գնացին, չեն կարող դա չգրանցել, որովհետև չի կարող Նիկոլը անցկացնել ընտրություն իրա եւ իր ուրեմն արբանյակների միջև, օրինակ, չգիտեմ, այնտեղ Արամ Սարգսյանի հետ, հա, ինքը եւ Արամ Սարգսյանը նստեն իրար մեջ ընտրություն անեն։ Դա ծիծաղելու կլինի։ Այսպիսի մեծ դաշինք, այսինքն համահայկական ճակատ օրինակ, հա, դա չգրանցելը հնարավոր չի, բայց ցավոք սրտի ուրեմն չգիտես ինչ պատճառով գնացին այսպիսի ուրեմն տակտիկայով, որը կրկնում եմ բազմիցս ասել ենք, որ սխալ է եւ դեռ ուշ չէ ուղղել։ Ինչ եք կարծում, կրկին, այսպես ասած, ուժեղները ոչ մի արձագանք չտվեցին։ Դրանով նույնպես չավարտվեց մեր պայքարը,
Մենք ամեն անգամ, ամեն հնարավոր առիթով, անհնար առիթով դիմում ենք բոլորին ստեղծել միասնական ճակատ։ Սույն թվականի ապրիլի 17-ին ես իմ հեռուստաուղերձով ասեցի հետևյալը. հետո չասեք, որ չեմ զգուշացրել։ Քաղաքական տեխնոլոգիան պահանջում է միավորվել մեկ ցուցակի մեջ։ Հիմա նորից եմ ասում, դեռ ժամանակ կա եւ դիմում եմ նաեւ Իշխան Սաղաթելյանին, Սամվել Կարապետյանին եւ բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր այսօր իրականում ուզում են փոխել Նիկոլի այս դիկտատուրան եւ հակազգային թուրքական պրոտուրքական խունտան։ Միավորվեք եւ դա պետք է կոչը գա առաջի հերթին հենց Սամվել Կարապետյանից, միավորվեք մեկ ցուցակի մեջ, մանավանդ դեռևս ժամանակ կա դա անելու մի քանի օր, եւ այդ մի ցուցակով պետք է գնալ ընտրությունների, ընտրությունները պետք է լինեն ժողովրդի համար հասկանալի, ինչ է նշանակում հասկանալի։ Կա Նիկոլ եւ կա, այսպես ասած, հականիկոլ։ Կա խավար եւ կա լույս։ Կա թուրքական ճանապարհ եւ կա Հայաստանը փրկելու, Հայաստանի սահմանադրությունը, Հայաստանի անկախության հռչակագիրը փրկելու ճանապարհ։ Ժողովուրդը այդ դեպքում շատ պարզ ընտրություն կկատարի։ Նախընտրական իրավիճակը արդեն բավականին եռուն կարգավիճակում էր, եւ ես ասում եմ, հետո չասեք, որ չեմ զգուշացրել, որ եթե դուք բոլորդ հիմա չմիավորվեք, եւ եթե մենք բոլորս հիմա չմիավորվենք, ապա Նիկոլը նորից կհաղթի ընտրություններում եւ ինքը իրեն կկարգի վարչապետ։ Ասել եմ, որ հետո չասեք։ Զգուշացրել եմ, ասել եմ, որ մեզ ոչինչ պետք չի։ Ձեր ցուցակում մեզ տվեք վերջին տեղը, 250-րդ տեղը։ Մեզ ոչինչ պետք չէ ձեր ցուցակներում, ձեր, չգիտեմ, նախընտրական ծախսերում եւ այլ եւ այլ։ Մեզ պետք է, որպեսզի ընդդիմությունը հանդես գա մեկ ճակատով։ Մեր կուսակցությունը, իմ կուսակցությունը մի քանի անգամ եւ պաշտոնական կոչերով եւ ուրեմն իմ կողմից այս հնչեցրած առաջարկներով ասել է, որ պետք է ստեղծել այսպիսի միասնական ցուցակ։ Եվ մենք ասել ենք անգամ, որ այդ ցուցակում վերջի տեղը տվեք մեզ։ Մենք ամբիցիա չունենք այսօր մեկ մանդատ ավել, մեկ մանդատ պակաս, ունենալու։ Որ Քոչարյանը ուներ 20 քանի մանդատ, գնում են գորգռում են, հետո գնում են մանդատները դնում են գրպանները, գնում են տուն։ Ասենք դրանից բան փոխվեց Հայաստանում։ Ոչ մի բան չփոխվեց, չէ՞։ Բաները իրանց տեղում էին, բիզնեսները իրանց տեղում էին, ամեն ինչ լավ էր, բոլորը գոհ էին։ Արցախն էլ հանձնվեց։ Հանձնվեց, բայց բիզնեսները մնացին։ Ասֆալտի գործն էլ մնաց, էս էլ մնաց, այն էլ մնաց, այն էլ մնաց։ Այդ գորգռալը, այդ դերերը, ընդդիմություն խաղալու դերը ոչ մեկին հետաքրքիր չի։ Եթե ուզում են փոխել իշխանությունը, պետք է գնան միասնական ցուցակով։ Նորից եմ դիմում, չասեք, որ չասեց։ Այսօր էլ մենք իմ կուսակցությունը թե երկուշաբթի օրը պատրաստում ենք համագումարի, պատրաստ ենք այդ ոչ մի համագումարը ուղղել միասնական հունի մեջ, պատրաստ ենք, ել եմ ասում, այդ Հայաստանի այն ցուցակում ընդհանուր համահայկական ճակատ ցուցակ կլինի, ինչ կլինի, կուսակցություններով հավաքվենք, որպեսզի լինի պարզ ընտրություն ժողովրդի համար։ Ոչ թե 20 տեղ ընտրություն, այլ կլինի Նիկոլ եւ հականիկոլ։ Այո, այդ ընթացքում իհարկե կփորձեն մեկին չգրանցել, մյուսին չի, բայց բոլորին չգրանցել չեն կարող, եթե բոլորը մի տեղ են։ Եթե բոլորը մի տեղ են։ Դրա համար կրկնում եմ, չասեք, որ չասեց։ Ասում եմ, հայտարարում եմ, այս վիճակով Նիկոլը կհաղթի։ Հա, մեկին կբռնի, մեկին կվախացնի, մեկին կկաշառի, մեկին, չգիտեմ, կխոստանա եւ այլ, ինչպես հիմա անում է, եւ ուրեմն վերջում
վերջո ձայները հաշվելու գործընթաց կա, այդ ոնց են հաշվելու, ոնց կուզենք հաշվեն ոստիկանությունը, բայց եթե լինի միասնական ընդդիմություն, նորից եմ կրկնում, այդ բոլոր գործողությունները կդժվարանան բազմիցս եւ ոչ թե պետք է գնալ միասնական հանրավաքի, դա էլ է լավ բան, բայց դա պետք է լինի, երբ որ կգնանք բոլորս միասին կստորագրենք Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ համահայկական ճակատի ձևավորումը, ընդ որում ընդեղ կլինեն եւ ռուսամետ ուժեր, թող լինեն արևմտամետ ուժեր, թող լինեն ուրեմն սոցիալիստներ, թող լինեն խոշոր կապիտալին ուրեմն աջակցող ուժեր, թող լրիվ տարբեր կարող են ուժեր լինեն։ Միակ բանը, որ ասում ենք, պահել Հայաստանի սահմանադրությունը, պահպանել Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ դեպքում մենք կտանենք, ժողովուրդը կտանի հաղթանակ։ Մի տարի հետո խնդրեմ եկեք բան արեք, եթե պետք է նոր ընտրություններ կազմակերպենք, ամեն մեկս մեր կուսակցությունով գնանք ժողովուրդը թող ընտրի արդեն այդ կուսակցությունների միջև։ Եթե դա չարվեց, ուրեմն զգուշացնում եմ, դա լինելու է Նիկոլի հաղթանակը, ընդ որում պատասխանատուները լինելու են այն մի քանի ղեկավար, այսպես ասած, դիրքեր այսօր նախընտրական բանում վերցրած, առաջատար դիրքեր վերցրած կուսակցությունները եւ ուրեմն առաջի հերթին երկը Սամվել Կարապետյանը։ Իհարկե բոլորը ասեցին, որ իրանք ամենաուժեղն են, որ շուտով Սամվել Կարապետյանը լինելու է, դառնալու է վարչապետ, որ Նիկոլին մնում է, չգիտեմ ինչքան, 1 ամիս, հետո կես ամիս, հետո 3 օր եւ այլ եւ այլ։ Ինչ եղավ։ Եղավ այն, ինչ որ մենք ասում էինք դեռևս ապրիլի 17-ին Նիկոլը դարձավ վարչապետ։ Բայց դրանով էլ չսահմանափակվեցին։ 20-ին, ապրիլի 20-ին, Սիմ կուսակցության համագումարում, երբ որ Սիմ կուսակցությունը պլանավորում էր հանդես գալ, արդեն որ տեսավ, որ միասնությունը չի ստացվում, հանդես գալ ընտրություններում ներկայացնել ժողովրդին իր քաղաքական տեսակետները, իր քաղաքական ծրագիրը, որը այսօր էլ ես վստահ եմ եւ ցանկացածի այդ բանավեճում կարող եմ ապացուցել, որ մեր ծրագիրը ամենա ճիշտն է, ամենաճշգրտվածն է, որովհետեւ մենք ունենք 40 տարվա քաղաքական փորձ, 40 տարվա քաղաքական փորձ։ Այդպիսի քաղաքական փորձ ունի միայն Պաուլ Հայրիկյանը Հայաստանում, ուրիշ ոչ ոք, որին ես շատ հարգում եմ։ Այսպիսի ուրեմն համագումարում ես իմ ելույթում նորից կրկնում եմ, ասում եմ, որ մենք այսօր թեև անում ենք համագումար առաջադրվելու ընտրություններում, բայց ես պատրաստ եմ, հայտարարում եմ, որ կուսակցությունը կարող է չմասնակցել ընտրություններին առանձին միավորով, եթե թեկուզ այսօր ապրիլի 20-ին կամ այս մոտակա 2-3 օրվա ընթացքում այլ կուսակցությունները առաջի հերթին Սամվել Կարապետյանի ղեկավարած Ուժեղ Հայաստանը, իդեպ մեր անունը ինչու վերցրեցին, ես այդպես էլ չհասկացա, մեր շարժման անունն է Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, վերցրեցին, գոնե հասցնեն նպատակի։ Գոնե այն ժամանակ կարողանանք համախմբվել։ Նորից ոչ մի պատասխան։ Եվ վերջին մեր հայտարարությունը ընտրություններից առաջ։ Ապրիլի 24-ին մենք հայտարարեցինք, որ մենք այնուամենայնիվ չենք մասնակցելու ընտրություններին, որովհետև տեսնում ենք, որ դա կբերի ձայների փոշիացմանը։ Եվ խորհուրդ տվեցինք մնացած փոշիացնող կուսակցություններին, ովքեր վստահ չեն, որ կանցնեն սահմանագիծը, իսկ վստահ էին փաստորեն մենակ 2 կուսակցություն, առաջարկեցինք չմասնակցել, հանել իրենց թեկնածությունները, մեզ լսեց միայն Տիգրան Ուրիխանյանը իր ալյանս կուսակցությունով եւ հանեց իր թեկնածությունը, թեև ոչ թե անմիջապես, այլ սահմանված ժամկետների շրջանակներում։ Մնացածը գնացին, փոշիացրեցին եւ փոշիացրած այդ ձայները կիսով չափ նվիրեցին Նիկոլ Փաշինյանին։ Կամա թե ակամա, քաղաքական կուրությունից, անգրագիտությունից, անփորձությունից, թե միտումնավոր, դա մենք հրավիրում ենք բոլոր այդ կուսակցությունների ղեկավարներին այս սեղանի շուրջ
կրկնում եմ, բոլոր այդ կուսակցությունների, փոշիացրած կուսակցությունների ղեկավարներին այս սեղանի շուրջ բացատրել իրենց հաշվարկները, նպատակները իրական եւ թաքնված։ Հուսով եմ, որ այդ կուսակցությունների ղեկավարները կարձագանքեն մեր այս հրավերին, այս սեղանի շուրջ պարզ խոսել ժողովրդի հետ։ Եթե ոչ, ապա կարող ենք ենթադրել այն, ինչ որ համարում ենք ավելի նման ճշմարտությանը։ Եվ այսպես, այսքան առաջարկություններից հետո ի վերջո եղավ այն, ինչ եղավ։ Մենք ոչ միայն կանխատեսել էինք ընտրությունների արդյունքները, մենք կանխատեսել ենք դրանք 10%-ի 10% թվի ճշգրտությամբ։ Բայց ինչպես ասում են, մեր փորձը, գիտելիքները եւ առաջարկները այդպես էլ տեղ չգտան։ Հիմա ինչ անել։ Առաջարկվում է միավորվել հարց ինչու համար։ Ում հետ, ինչպես եւ ինչ անել։ Եթե մենք ասում ենք միավորվենք ընտրություններից առաջ գնանք ընտրություններում հաղթելու համար, հիմա ընտրություններից հետո արդեն մեզ պետք է բացատրել։ Նախ ասեմ, որ մենք բացի այսպես եթերում հնչող խոսքերից որևէ պաշտոնական նամակ չենք ստացել, ինչպես եւ ես տեղեկացա, չեն ստացել մի շարք այլ շատ ազդեցիկ եւ փորձառու քաղաքական ուժերը, այսինքն առայժմ այսպես ասած եթերային կոչեր են։ Լավ, բայց բոլոր դեպքերում գուցե մեզ բացատրվեն նաև եթերային կարգով, թե ինչի համար պետք է այդ ընդդիմությունը համախմբվի, որ ինչ անի եւ ինչպես անի։ Սա մեկ, ասում են ստեղծենք խորհուրդ, լավ, ստեղծենք խորհուրդ, ինչ հիմունքներով, քանի հոգուց, ովքեր են այդ խորհրդի անդամները, արդյոք ձայները ինչպես են որոշումներ ընդունվում, կոնսենսուսով, մեծամասնությամբ, ճնշող մեծամասնությամբ, մեկ հոգով, ինչպիսի կանոնակարգ է առաջարկվում այդ խորհրդի համար։ Այս բոլոր հարցերը մնում են օդում։ Միայն ասել բերեք տղերք միավորվենք, դա իհարկե քաղաքական լուրջ գործընթաց չէ, դա կարող է լինել նախերգանքը, բայց եթե ասել եք A, ասեք նաև B-ն, այդ դեպքում մենք ուրեմն կարող ենք քննարկել։ Ինչ վերաբերում է նորից անդրադառնանք այն փոշիացնող կուսակցություններին, ապա մեր առաջարկը մնում է ուժի մեջ եւ մենք կոչ ենք անում, որպեսզի այդ քաղաքական ուժերը անկեղծորեն բացատրեն իրենց պահվածքը, իրենց դիրքորոշումը մեր ժողովրդին։ Դժվար է հասկանալ այն կուսակցությանը, որը որ ստանում է, ասենք, կես տոկոս ձայն, բայց կարծես թե լուրջ հավակնում էր ուրեմն ստանալ 4% ձայն։ Ես գտնում եմ, որ այստեղ կա, այսպես ասած, խորամանկություն եւ այդ խորամանկության արդյունքում տեղի ունեցած ձայների փոշիացում ի վնաս ընդդիմությանը, որովհետեւ արդյունքում անցավ Նիկոլը։ Այս մի շարք առաջարկությունները մենք նորից հնչեցնում ենք, հետո չասեք, որ մենք այդ առաջարկությունը չենք արել։ Ձեզ բոլորիդ հաջող հանգստյան օրեր։